Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի սիրելի Աստծո ժողովուրդ, որ մեզ կրկին ու կրկին հավաքել է իր սուրբ խորանում, իր սուրբ անարատ խոսքերը մեզ մատուցանելու եւ մեր մեծ սրբությունը կատարելագործելու Աստծո վախովը։ Այսօրվա մեր սերտողությունն է Սողոմոն թագավորի գրված եւ որը որ ժողովուրդն է երկոցը, ամեն։ Սիրողի եւ սիրիալի մասին է։ Սիրողը Փեսա Հիսուսն է, խորհրդով Փեսան է, սիրիալն էլ հարսն է, ամեն։ Էսի կարանքին ամուսին վերցնեն այդ նույն օրենքները ի կատարած են իրանց սիրո հարաբերության մեջ։ Էսի կարաս հասկանաս հարս եկեղեցու եւ Հիսուս Քրիստոսի սիրո հարաբերության մասին տարատեսակ բաներ կա, բայց վերաբերվում է բոլորը հարսի եւ Փեսայի հարաբերություններին, ամեն։ Սիրո, զրուցելու, քնելու, զարթնելու, հասկանում եք այդ ջերմ քաղցր հարաբերությունը փոխանցում է էսի զույգերին եւ եկեղեցուն ու Հիսուսի միջև այդ սիրո հարաբերությանն է վերաբերվում, ամեն։ Մենք բեգնությունների մեջ կբացատրենք, հատատկասենք, դուք կարաք լսեք եւ գրեք, թե որն է Փեսան խոսում եւ որն է հարսը խոսում։ Վասնզիներով Աստվածաշունչ ունենք, որ իրոք այդպես բաժանված է կին, ամուսին, բայց մենք գրում ենք Փեսա հարս, որ նույնը համընկնի Հիսուսի եւ հարսի հարաբերության։ Ուրեմն սիրողի եւ սիրիալի երգը։ Սիրողը գրեք Փեսան եւ սիրիալը հարսը։ Հիմա հարսը սիրիալը խոսում է։ Արաջի գլուխ երկոց, արաջի գլուխ Սողոմոնի երկոցը։ Ուրեմն խոսում է 1-ից մինչև 7 կինը։ Թող ինձ համբուրե իր բերանի համբյուրովը, էսի խոսում է հարսը, որովհետև քո սերը գինիից լավն է։ Ախորժելի են հոտոտելիքի քո յուղերը, թափված յուղ է քու անունը։ Նրա համար սիրում են քեզ օրիորդները, պատկերացնում ես գովում է Փեսայի հնարավորությունները, օրհնությունները, գեղեցկությունը։ Օրիորդները սիրում են։ Քաշիր ինձ ետևիցդ կվազեմ, թագավորը, որը ստե Փեսանա, էլի խորհրդանշում։ Քաշիր ինձ հարսն ասում, ետևիցդ կվազեմ, թագավորը Փեսան, ինձ տարավ իր սենյակները։ Ցնծանք եւ ուրախանանք քեզ հետ, քո սերը ավելի հիշենք, քան թե գինին։ Ուղությամբ սիրում եմ քեզ, էլի օրիորդները, հարս եկեղեցու անդամները։ Սև եմ ես, ես էլի վերաբերում եմ հարս եկեղեցուն։ Սև եմ ես, անարգված, ալացված, չարչարված։ Սև եմ ես, բայց գեղեցիկ, հոգու պարգևներով զարդարված։ Սև եմ ես, բայց գեղեցիկ, ով Երուսաղեմի աղջկունք, Կեդարի վրանների նման, Սողոմոնի վարագույրների նման։ Մի նայեք, որ ես սևացած եմ, էլի անարգված, ալացված, չարչարված։ Մի նայեք, որ ես սևացած եմ, որովհետև արևը ինձ խանձել է, հալածանքի կրագները, ամեն, արևը Հակոբոստել է կրագների հետ համեմատում։ Մի նայեք, որ ես սևացած եմ, որովհետև արևն ինձ խանձել է։ Մորս որդիքը բարկացել են ինձ վրա, կրոնավորները, մեր մարմնավոր բարեկամները, հալածում են, չէ, բարկանում են, չարանում են։ Ուրեմն մորս որդիքը բարկացել էին ինձ վրա, ինձ պահապանուհի էին դրել այգիներին, բայց ես իմ սեփական այգին չէի պահապանում։ Տեսեք, եսի մեծամասամբ են հովիվներին է վերաբերվում, որ իրոք իրանց հոտերի պահապան են, Աստված իրանց հոտի պահապանադր է, բայց իրանց ընտանիքը եւ իրենց ներսի այդ տաճարը չեն կարում պահապանեն, ամեն։ Առաջինը պետք է ես ինձ պահապանեմ սրբության մեջ, Տերով է։ Երկրորդը իմ ընտանիքը, երրորդը ձեզի օրինակ ցույց տամ ու ձեզի պահապանեմ։ Էսի շատ լավ օրինակ է Երկոց 1:6։
Նորից կարդամ մի նայեք, որ ես սևացած եմ, որովհետև արևն ինձ խանձել է, մորս որդիքը բարկացել էին ինձ վրա, ինձ պահապանուի էին դրել այգիներին, բայց ես իմ սեփական այգին չէի պահապանում։ 7-րդ խոսք, էլի կինն է խոսում, հարսը, ասիր ինձ, ով օքիս սիրածը, փեսա, ասա ինձ, որտեղ ես արածեցնում, որտեղ ես տավարը, անասուններին, էլի ժողովրդին, գառներին, իջեցնում կեսորին, ջուր տալու խոսքի խմեցնելու, կերակրելու համար, ապա ես ինչու համար թափառականի պես լինեմ քո ընկերների հոտերի մոտ։ Ամեն։ Հիմա մարդն է խոսում ու 3-րդ խոսքից փեսան է խոսում։ Եթե դու չգիտես ով կանանց գեղեցկագույն, տեսեք, եթե ուշադիր լինեք, այդ ինչ որ գրեմ կին ամուսին բովանդակությունը հաստատում է, օդի մեջ չեն գրել ու ենթավերնագրերի բաժան է։ Եթե դու չգիտես, փեսան է խոսում, եթե դու չգիտես ով կանանց գեղեցկագույնը, դուրս եկ հոտի ետևիցը եւ արածեցրու ուլերիդ հովիվների վրանների կշտին, փարավոնի կարգին լծված ձիերիս նմանեցրի քեզ, ով ընկերուհիս, ով հարս, սիրուն ես էլի, այտերդ գեղեցիկ են գինտերով է, պարանոցդ մանյակներով է, էսի չի նշանակում, որ ձեր ակաժներին, պարանոցին պտի զարդարանքներ լինի, հոգու զարդարանքը ստե նկատի ունի, այտերդ գեղեցիկ են գինտերով է, պարանոցդ մանյակներով, դա այտը գինտերով արդեն կասեն կարող մենք ծակենք, ես քարերից շարենք մեր այտերին, որտև այտենց են գեղեցիկ փեսայի աչքին, բայց էսի հոգևոր զարդարանքը նկատի ունի, այտերդ գեղեցիկ են գինտերով է, պարանոցդ մանյակներով է, ոսկի գինդեր շինենք քեզ համար արծաթի կիտվածքով, էսի փեսան վերջացրեց, նորից կինն է խոսում, 12-րդ խոսք, քանի որ թագավորը իր սեղանի վրա էր, իր նարդոսը իր հոտը բուրեց, ստաշխի ծրար է իմ սիրեկանը, տեսեք կինն է գովերգում, փեսային, սիրեկանին, ստաշխի ծրար է իմ սիրեկանը, ինձ համար, ստինքներիս մեջ է անցկացնում գիշերը, հիմա տեսեք էսի սիրո հարաբերության մասին է խոսում, շատ տղամարդիկ հուշտ են ելնում էլի իր ասկիներին կպնելուց, խռովում են, մշտները թեքում են, մեշ-մեշկի արած քնում են, բայց հենց էսի հիմքա, որ կարաս քո կողակցին գրկես ու քնես, ստինքներիս մեջ է անցկացնելու գիշերը, բայց առակած գիրքն ասում է մենակ քոնը լինի, ոչ թե քոնը եւ օտարներին, ամեն։ Հինայի ողկուզ է իմ սիրեկանը ինձ համար, ենգադի այգեստանումը, տեսնում եք ինչ գովասանական բաներ է խոսում, հիմա փեսան է խոսում 15 խոսքում, ահա գեղեցիկ ես դու, ով ընկերուհիս, ահա գեղեցիկ ես, աչքերդ աղավնիների աչքեր են, հարսն է խոսում 16-ից, ահա գեղեցիկ ես դու, ով իմ սիրեկան, տեսեք բառերին, որ ուշադիր լինեք, կասկանաք, սիրո զրույցը, էնի նրան է գովերգում, էնի նրան է գովերգում, ահա գեղեցիկ ես, ով իմ սիրեկան, ահա հաճելի, նաև մեր անկողինը դալար է, էլի միշտ թարը, միշտ փարթամ, միշտ մաքուր, միշտ անուշահոտ բուրմունքներով, ընդ հիշում եք այն անրակ կինը ինչ, Եգիպտոսի ծաղկանկար, չեմ գիտում, զմուրցով, էսեն կարե նկարազարդ բաներով զարդարել եմ, սա ինչ է նշանակում, որ անգամ այդ անկողնու մաքրությունը, անուշահոտությունը, սիրո հարաբերությանը դրական բաներա նպաստում, ամեն, ոչ թե փնթի կեղտոտ, որ 1000 տեսակի տհաճ հոտեր բխի, դա զզվելի է, կինը պետք է անկողինը մաքուր պահի, միշտ լվացի, դրա հետ նաև շորերը, ամեն ինչ էլ իր փեսային եւ հարսը էդի պետք է այդ պարտականությունները կատարեսի, տեսեք հարսն է ասում, որ անկողինը իզևիա, տեսեք երբեք փեսան չի ասում էդի,
Տեսեք հարցն ասում, ահա գեղեցիկ ես դու ով իմ սիրեկան, նաև հաճելի, նաև մեր անկողինը դալար է։ Դալարը հաստատ չասում թորոմել է։ Դալարը մաքուրն է, անուշահոտն է, այն քրքում ցանածն է, գնացեք կարդացեք առակած գիրքը, ամեն։ Որ կինը միշտ պետք է ուշադիր լինի, մի սենյակը օդափոխի, բացի, լվա, մաքրի եւ իր փեսային դիմավորի, ոչ թե այնց հոտարդի փեսան խրտնած փախնի սենյակից։ Ամեն։ Մեր տների գերանները եղևնափայտ են, մեր առիքները առաստաղը նկատի ունի, գրեք առաստաղը, տանիքը, մեր առիքները մայր փայտ են, ամեն։ Այսքանով ավարտվեցավ երկերկոցի առաջի գլուխը, ամեն։ Եվ երկոց երկրորդ գլուխ, սիրիալի փափագը դեպի սիրողը, հարսի փափագը դեպի փեսան։ Հիմա հարսն է խոսում, երկրորդ գլուխ առաջի խոսք, ես Սարոնի ծաղիկն եմ գովերգումա, չէ իրանը, ըսկի որ ուշադիրներ փեսան երբեք իրան չի գովերգում, ես Սարոնի ծաղիկն եմ, խոսքի ես գիտես իշքան լավն էի, գիտես որ ես ոնց քո հետ ամուսնացա, չէ շատերը, բայ այդ մարդը վադն էր որ ամուսնացա, չէ որ երկուսդ էլ իրար դուր եկաք, երկուստ էլ իրար սիրեցիք, բայց կիները միշտ իրանցը մեծարում են, չէ վայ, ինձ որ չորդիր վիրդիր առնել, մեկին պետք է առնել, բայց հիմա տեսեք ստե միշտ հարցն է իրա եսի կգովերգում, ես Սարոնի ծաղիկն եմ, հովիտների Շուշանն եմ, էսի հարցն էր խոսում, երկրորդ խոսքը փեսան է խոսում, ինչպես Շուշանն է փուշերի մեջ, տեսեք, էլի հարցին է գովերգում, ախր սավ են գովում, են մանուկ հասակից տանց եսիգները մեծարում են, ամեն, ինչպես Շուշանն է փուշերի մեջ, իշքան սիրուն կլինի, չէ փուշը ու Շուշանը, բայց էսի ուշադիր այդ հրեշ բնությամբ կիները ու հոգևորները այդ եղեսկությունն է ցույց տալ, իրոք որ սիրուն են մեր կուրերը, համեմատական ընդոնք հրեշ են, ընդոնք հրեշտակամ են, բայց մեկ իրանք են հրեշ տարվում են, տկար ժամանակ, իվան ժամանակ, պետք փեսան մեծ ջանք թափի, խաղաղ մնա եւ այդ հրեշ վիճակից բերի հրեշտակի, ամեն, հետի աղոթքով, ջանասիրությամբ եւ սեր տալով էս աստեն ասում, որ լսի ես սիրո հիվանդ եմ, կարաս ընձի սարքես հրեշ, կարաս սեր տաս սարքես հրեշտակ, ամեն, հետի շատ կիրթ բան է բացատրում մեզի, ուրեմն առաջինը կարդամ ասեմ երկրորդը, առաջինը հարցներ ես Սարոնի ծաղիկն եմ, հովիտների Շուշանն եմ, երկրորդը փեսան է խոսում, ինչպես Շուշանն է փուշերի մեջ, նույնպես է իմ ընկերուհին աղջիկերանց մեջ ամենասիրունը, փուշն ու Շուշանը, պատկերացրեք, հարցն է նորից խոսում, ինչպես խնձորենին է անտարի ծառերի մեջ, այնպես է իմ սիրեկանը տղերանց մեջ, սկսես փեսային էլի գովերգել, ուրեմ հետաքրքիր է, չէ, իրա սիրուց է գովերգում, իրա եսի սիրուց, իմ մարդը վերջնա, շատ լավն է, չէ, էլ իրան գովերգելով իրանն է բարձրցնում, իմի եսի է ցույց տալիս, ինչպես խնձորենին է անտարի ծառերի մեջ, այնպես է իմ սիրեկանը տղերանց մեջ, նրա հովանիին հավանեցի և նստեցի, և նրա պտուղը քաղցր է իմ քիմքին, հարցն է խոսում, փեսայի տված պտուղը, ինձ տարավ խնջույքի տունը, և նրա դրոշը ուշադիր ինձ վրա սեր էր, դրոշը, ինքան պտի սիրես, որ այդ սերը դրոշվի քո կնոջ ճակատին ամեն, Քրիստոսի զևա մեզի սիրե, մեկը կո որ կոսա Քրիստոս մեզի ոտերա, ոչ, հիմի նույնը հարցնա դրան փապագում, ինձ տարավ խնջույքի տունը, նա ուզում միշտ իրան նայես, իրանով զմայլվես, իրան սիրես, ու նա վստահ, 100% վստահ լինի, որ երբեք մի վարկյան ինքը քո մտից դուրս չի գալիս, եւ ստենա որ բացատրում է, որ է սիրո հիվանդ եմ, ամեն, իրոք ասում է հիվանդ եմ, երբեք փեսան տես բան, փեսայի մարդ տես բան գրած չկա, ինձ տարավ խնջույքի տունը
եւ նրա դրոշն ինձ վրա սեր էր։ Զորացրեք ինձ կարկանդակներով, ուժովացրեք ինձ խնձորներով, էսի հոգու կերակուրտ ու փեսակո հարսին, հորդորավոր գիրք կորթա, զորանա, ամեն, որովհետև սիրո հիվանդ եմ ես։ Ընձի կերակուրտու, հոգևոր կերակուրի մղի, վերջը, սիրա, որտև է սիրո հիվանդ եմ, ամեն, սիրո կարոտ եմ։ Այո, այն կինը, որ այդ սերը չի ճաշակում, շատ չար և ագրեսիվ է դառնում։ Այն կինը, որ իր հայրի սերը ճաշակած է, ինքը շատ հեզ, քաղցրաբարով և սիրալիր է լինում։ Զորացրեք ինձ կարկանդակներով, ուժովացրեք ինձ խնձորներով, որովհետև սիրո հիվանդ եմ ես։ Նրա ձախ ձեռքը, տեսեք, ես այդ քնելու մասին է բացատրում, նրա ձախ ձեռքը գլխիս տակին և աչը ինձ գրկե։ Այդ մարդ մտես փափագունի, որ իրա կողակից իրան գրկի և իրեն սեփական անկողնում քնի, բայց մարդ կա կյանքում այդպես բան չի անի, ամեն, բայց էսի գրվածա, որ հարսը փափագում է նրան, ինչը անգամ ձեռի հարմարությունն է բացատրում, նրա ձախ ձեռքը գլխիս տակին և նրա աչը ինձ գրկե, բարդ բան չի ուզում, չէ, լավ բան է ուզում, բայց շատ զույգեր իրարից հուշտ են ելնում այդ սիրո հարաբերությունը իրար նվիրելու։ Անցանք Փեսան է խոսում, 7-րդ խոսք։ Երդում եմ տալիս ձեզ, ով Երուսաղեմի աղջկունք, դաշտի այծամներովը կամ եղնիկներովը, մի զարթնեցնեք և վեր մի կացնեք սիրուհին, մինչև որ ինքը բարեհաճ է քունը առնի ու արթնանա։ Առաջ ելնում ես ժանվեցին, տրիվոգ էր, պիսաղի խանի վեր, առաջինը մարլենան։ Բայց հիմիտես չեմ անում, թողում եմ, որ ինքը բարեհաճի, արթնանա, իրոք, որ իրանք իրաս քունը չեն առնում, կատաղում են, այ մարդ, անտրամադիր, այ մարդ թողի դու էլ գիրք կորթա, էլ ես վայ, իրականից առաջ տենց իրեթե ես ելել եմ, բոլորը պտի ելնեն, բայց իրականից էսի շատ ճիշտ բան է, թողեք թոքեն այդ մարդ իր քունն առնի, որտև նա տկարը անոթ է, Փեսան է դա, հորդորում բոլոր փեսաներին, նորից լսեք բոլոր եղբայրներ։ Երդում եմ տալիս ձեզ, ով Երուսաղեմի աղջկունք, դաշտի այծամներովը և եղնիկներովը, մի զարթնեցրեք և վեր մի կացնեք սիրուհին, մինչև որ ինքը բարեհաճի, արթնանա, ամեն, վերջ իր քնով քնի, քունը անուշ առնի, որ ելնի ժպտերես ծառայի ընտանիքին, ամեն, որ ելնի վիշապի թույները թողա լավա մնա քնուկ, ամեն, ենքան քնի մինչև խաղաղ զարթնի, ամեն։ Հիմա հարցն է խոսում 8-րդ խոսքում, իմ սիրեկանին ձայնն է, ահա նա գալիս է թռչնոտելովը կրեք թռչկոտելով, ահա նա գալիս թռչկոտելով սարերի վրա, ոստոստելով բլուրների վրա, տեսեք թռչկոտելուն այդի վերաբերվում, ուրախ է էլի, իմ սիրեկանը հարցն է խոսում, նման է այծամի կամ եղնիկի ձակ ինչքան սիրուն է, չէ, գովերգումայի մարդը վերջն ամենասիրունն է, ու յուրաքանչյուր կնոջը մար իրա սիրած կողակիցը ամենասիրուն, եղնիկն ինչքան սիրուն է, չէ, եղնիկի ձակի, ահա նա կագնած է մեր պատերի ետևին, դիտում է պատուհաններիցը, զննում է վանդակներիցը, խելք է եթում այնում, արիք է նայմա թե ոնց է մանուշ քննե, պարկելի, իրա խելքը միտքը հարսնա, ու հարսի մեջ տենց է, որ իրա այրեք իշերցերեք իրա մասին պտի մտածի էլի, իմ սիրեկանը պատասխանեց և ասաց ինձ, վեր կաց, ով իմ ընկերուիս, ով գեղեցիկս, ով թագուիս, հրաշքս, չէ, սիրում են, շատերս վերասա իմ կյանք, բայց մեր կյանքը Հիսուսն է, հատես խուճուճ բարեր շատ են սիրում կիները, և իմ սիրեկանը պատասխանեց և ասաց ինձ, վեր կաց, ով ընկերուիս,
ով գեղեցիկս ու արի եկ։ Հիմա Փեսան է խոսում 11 խոսքից։ Ես ինչի եմ համարներն ասում, որ դուք գծեք, գրեք ու ձեր համար սերտելը հեշտ լինի, որտեղ սա մանրակրկիտ սերտողություն է, երբ սկսեցինք սերտել, էլ մի բառ չենք բացատրելու։ Աստվածաշնչի սերտողության ժամանակ մենակ ընթերցելու ենք։ Ամեն։ 11 խոսք։ Փեսան է խոսում, որովհետև ահա ձմեռը անցել է, անձրևը անցել գնացել է, ծաղիկները երևում են տափի վրա, երգելու ժամանակը հասել է, տատրակի ձայնը լսվում է մեր երկրումը, գարունը էլի բացվե, այս նկատի ունի, թզենին հասցնում է իր պտուղները, և ծաղկած որդերը հոտ են բուրում, վեր կաց, ով ընկերուհիս, ով գեղեցիկս ու արի եկ, ով աղավնիս, որ վեմի խորոշտերում ես, որ ապարաժի ծածկոցի տակ ես, ցույց տուր ինձ քո երեսը, ձայնդ ինձ լսել տուր, որովհետև ձայնդ քաղցր է, դեմքդ հաճելի կարոտ են ձայնիդ ու պատկերիդ, էլի, եսի Փեսանա, ասում կարոտելա, սիրող Փեսան իրոքս ես կարոտում է, մի խնդացեք իրականից կիներ, բացատրեք ձեր այրերին, այրեր ձեր կիներին, որ ես սիրո հարաբերությունը պահեն, ով աղավնիս, որ վեմի խորոշտերում ես, որ ապարաժի ծածկոցի տակին ես, ցույց տուր ինձ քո երեսը, ձայնդ ինձ լսել տուր, որովհետև ձայնդ քաղցր է, դեմքդ հաճելի։ Բռնեցեք մեզ համար աղվեսներ, այգիները ավրող պստիկ աղվեսները, որովհետև մեր այգիքը ծաղկել են, ուրեմն եսի համ կարանք ընդունենք, որ ընտանիք հետ սիրող զույգին քանդող աղվես մարդիկ կան, ամեն, որ մտնում խառնում են իրար, կարանք ընդունենք նաև հոգևոր այգին մտնող ավիրող աղվեսներ, գարան կամ ոչխարի մորթի հագած գալիս են, որ այդ սիրո հարաբերությունը, միաբանությունը քանդեն եկեղեցու մեջ, ամեն, երկու ձևներ կարակ ընդունեք, ընտանիքներ քանդող և եկեղեցին քանդող խարդախ աղվեսներ, ամեն, աղվեսի խորամանկ կերպարով գալիս են, որպես բարի են ներկանում, բայց տակից նրանց նպատակն է ձեզի բաժանելը, քանդելը, ավիրելը, կռվեցնելը, ամեն, դու եթե ճանաչում ես այդ աղվեսի ոտքը կտրիր տնիցդ, ամեն, որտեղ չտաս աղվեսը չի գա, դու ես դուռը բացում, կարիմաց սրճենք աղվես շան, սեղանքցում ես, յուրասիրում ես, աղվեսնել, գալիս է տունը տավիրում, ամեն, ես եկեղեցին իմ ձեռով աղվեսին բերը մցրել էին ներս, ամեն, պրոստը դիմակի տակ էր, վերջում դիմակը բասվավ, հիմա հարսն այլի խոսում, 16 խոսքից, իմ սիրեկանն իմս է և ես նրանը, նա արածեցնում է շուշանների մեջ, էլի, իմ սիրեկանն ասում ընձի շուշանների հետ հովիտների մեջ նա արածեցնում, քանի որ օրվա քամին փչում է և ստվերները փախչում են, ետ դարձիր, ով իմ սիրեկան, նմանիր հայծամին կամ եղնիկի ձագին, որ պատառոտված սարերի վրա են, ամեն, այսքանով ավարտեցինք երգերգոցի երկրորդ գլուխը, երգերգոց երրորդ գլուխ, Սիրիալի հարսի հավատարմությունը, սիրողի Փեսայի փառավորությունը, մի խոսքով եթե Սիրիալը կինը հարսը Փեսային կինը ամուսնուն հավատարիմ է, սիրողի բերանը փառավորելուց չի դադարում, ամեն, չէ որ ուրախա, որ իր կին իրեն լսողա, հնազանդա, սիրունա, տեսքովա, պարկեշտա և իր անունը չի պախարակում, ամեն, դա իրոք ուրախություն է Փեսային, կարամ ասեմ այսօր աշխարհի մեջ քիչ ընտանիքներ կան, որ իրանց կիններն այտենց հավատարիմ են և այդ Փեսայի սիրտն էլ շատ ուրախ է, շատ կիներից
հոգնել են փեսաները ամեն աշխարհի մեջ։ Իսկ եկեղեցում այդպես պիտի չլինի այնպես ինչպես ստենագրած։ Սիրիալի կնոջ հավատարմությունը, սիրողի փառավորությունը։ Երրորդ գլուխ փեսանա խոսում։ Իմ անկողինիս մեջ գիշերը ես որոնեցի, իմ օքի սիրածին ես որոնեցի նրան բաց չգտա, կոտրել է փախել աշողովտ, խռով է գնացել, հետ էլ կա չէ, մանագալում չի գտնում, վեր կենամ, շուր գամ քաղաքումը, փողոցներումը ու հրապարակներումը որոնեմ իմ հոգի սիրածին, նրան որոնեցի, բայց չգտա, տեսեք սիրող զույգերի մեջ դեռ կարող է բաներ լինի, բայց եթե իրար սիրում են իրար հետևից կվազեն, ոչ թե ասում գնա այդ թալը տնի կալը չլնի, չէ, գնա պրզնեմ քեզնից, կլնի այն գարը կորցրած ոչխարը ոնց է բրբրալով կոմանասունը ման գալիս, չէ, այդ ձևի կընկնի, կվազի, որ չեթա մի փորձանքի գա իր կողակից, ամեն սիրող զույգերն այդպես կանեն։ Քաղաքի մեջ շուր եկող պահապաններ ինձ գտան, իմ օքի սիրածին տեսել եք ունտենում հարցնում է, հազիվ թե անց էի կացել նրանցից, որ գտա իմ օքի սիրածին, որ փնտրի կգտնի, ամեն, նրան բռնեցի և բաց չթողեցի, համոզեցի արի քաղցրս տուն էթան, լավ կլնի եմ, որտև կատաղած ժամանակ է, այդ բարկությունը կաստի, ամեն գգնի իր տեղ, այդ կանեմ, ամեն ինչ կանեմ, մենակ ետարի, չէ համոզում, որ տուն բերա, նրան բռնեցի և բաց չթողի, մինչև որ նրան տարի իմ մորտունը և ինձ ծնողի սենյակը, երդում եմ տալիս ձեզ ով Երուսաղեմի աղջկունք, այծամներովը կամ դաշտի եղնիկներովը մի զարթնեցնեք, տեսեք նորից ասում, մի զարթնեցնեք և մի վեր կացնեք սիրեկանի, մինչև որ ինքը բարեհաճ է, էսի խոսում էր Փեսան, հիմա խոսում է հարս 6-ից, ով է սա, որ վեր է գալիս անապատիցը, ճյուղի սյուների նման, խնկված զմուրսով ու կնդրուկով, բուրավաճառի ամեն տեսակ փոշիներով, էսի հարսն է խոսում, ահա Սողոմոնի անկողինը 60 զորավորներ կան նրա շուրջը Իսրայելի զորավորներից պաշտպանում են, էլի, նրա առագաստի սենյակը, նրանք ամենքը սուսերավորներ են, պատերազմի վարժված, յուրաքանչյուրի սուրը իր ազդրի վրա գիշերների վախի պատճառով, որ մեկը չմոտիկանա ու վնասի, էլի, Սողոմոնին, Սողոմոն թագավորը իրեն համար մի գահավորակ է շինել Լիբանանի փայտերիցը, նրա սյուները արծաթից է շինել, հեն արամները ոսկից, բազմոցը ծիրանից, նրա ներսը զարդարված է Երուսաղեմի աղջկերանց սիրովը, տուն այդ կնոջ սիրով զարդարված պիտի լինի, ամեն, դուրս եկեք, ով ու տեսեք մեկ, ով Սիոնի աղջկերք, Սողոմոն թագավորին, այն թագովը, որով պսակեց նրան նրա մայրը, նա փեսայանալիս, նրա սրտի ուրախության օրը, ալելույա, այսքանով ավարտեցինք երկրոցի 3-րդ գլուխը և մեր այսօրվա սերտողությունը, մնաք Տիրոջ անմարելի սիրո խաղաղության մեջ, ամեն։